Սումիում 12 մարդ է վիրավորվել ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, վիրավորների մեջ երեխաներ կան։ Ռուսական 10 անօդաչու թռչող սարքեր են հարվածել բնակելի շենքերին, պատերազմի 1346-րդ օրը թեժ մարտեր են Սումիում և Խարկովում։ Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են նաև այդ մարզերի երկաթուղային ենթակառուցվածքների վրա, Սումիում հարվածել են Ուկրզալիզնիցա կայարանին, որից ամեն օր օգտվում են քաղաքացիները։ Ուկրաինական կողմը հայտնում է նաև, որ դաշնությունը հարվածում է էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնեցկի արևելքում ջեկի վրա ռումբի պայթյունից 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան, հարյուրավոր մարդիկ առանց լույսի են մնացել։ Դա է հենց Մոսկվայի նպատակը, ձմռանն ընդառաջ Ուկրաինան ցրտի ու խավարի մեջ պահել, պնդում է Կիևը։ Բայց ռուսական կողմը վստահեցնում է, իրենք հարվածում են բացառապես ռազմական և արդյունաբերական օբյեկտներին, ընդ որում դա անում են ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին, կատաղի մարտերը Պոկրովսկում են։ Ռուսաստանը շարունակում է զորք կուտակել ռազմաճակատի ամենալարված կետում։ Զելենսկիի խոսքով Պոկրովսկում ռուսական զորքը 8 անգամ ավել է ուկրաինական զորքից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է հայտարարել, որ Պոկրովսկը գրավելու համար Ռուսաստանը ուժեր է կուտակում։ Ռուսական պետական լրատվական գործակալությունների տվյալներով թեժ մարտեր են ընթանում նաև Զապորոժիեի մարզում։ Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Կրասնոհիրսկ և Խարկովի շրջանի Սադովե գյուղերում։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ դաշնության վերջին հարվածներից այդ մարզում 3 տղամարդ և 7-ամյա մի աղջիկ է զոհվել։ Ուկրաինական ուժերն էլ են շարունակում հարձակումները Ռուսաստանի տարածքում։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է ուկրաինական խփված անօդաչուների մասին։ Գիշերը Ռուսաստանի տարածքում հակաօդային պաշտպանությունը 130 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։